Բարև ձեզ, հայ հորիզոն, ձեզի հետ է այսօր Սուրբ Հակոբ ազգային վարժարանի Բաստրմաջյան սրահեն ներս։ Այսօր հոս տեղի ունեցավ Դաղանտներու երեգո, կազմակերպությամբ համասկային հայ գրթական և մշակութային միության Կանադայի շրջանային վարչության։ Փեմ բարձրացան 33 մասնագետներ, փոքրիկներ, բադանիներ և երդասարտներ, երդասարտուհիներ լանանոն երաժշտությամբ, երգով, բարով կամ ասմունքով։ Ուրեմն սույն ցերնարգին հասույթը ամբողջությամբ պիտի հատկացվի համասկայնի կենտրոնական վարչության գրթական ծրագիրներուն։ Միասնապար վայելենք փունջը գդարումներ այս շատ գեղեցիկ երեգոյեն։ Արվեստը միջոց մնե գեղեցիկ ցերով արտահայտելու մեր զգացումները, հույզերը եւ մտահոգությունները։ Արվեստը գազնվածն է մարդը նոր կյանք եւ նոր ուժ տալով անոր։ Անունդ էշ է, ասած, քաշեց, եւ այն օրից խելոք էշը իր անունը արդեն հիշեց, էլ հարցնելու կարիք չկար, բայց ագանչը մնաց երկար։
իմ մատների հետն է գրում հնաթարյան, քարն առաջին մամրոտ, որ իմ ցերկով տաշված եւ միացած ողին շղախով իմ արյան, Արարատյան թաշտում Մեհյանի վեն դարձավ։ Իմ նահատակ որդոց արյունով է որոք, ամեն ծաղիկ ու ծար, փողում հայրենական, ամեն փլուր, քաչի միշկիդի մենորոք, եւ գոտողի փեգոր, ամեն սանտուղ ու քար։ Ես հայ եմ, հին ինչպես լերն այս Արարատյան, հազար սուր է պախվել իմ վահանին ահեղ, բայց փշրել եմ նրանց ես սասումով արդար, եւ լերերիս նման քրուխս վեր բահել։ Արտնացնող ժամացույցն եմ հայասկին, բիդի քորամ, որ թեղ դառնամ հայ վերքին, բայց շուտ կանչողակլորին, շուտ են մորթում, թող մորթերը չեմ դրելու են երբեք, քանի մնա այրատս մութ պանդում, գմրնչամ, թեգուզ իրավից մորթեն, կնած ասկիս, իղծնել է զվարն իմ զանքին, արտնացնող ժամացույցն եմ հայասկին, մասիսը զանք, սիսը լեզվար ինձ համար, բիդի զանքեմ, որ արտնանաս հայ աշխար, շուտ արտնանաս, թե շատ կնես էդ ոսկի երազներում, կգործնես աստվածախոսք լեզուն, և քահերդ քեզ քերեզման գփոխեն, և հայ թուրքը այս թուրքին հետ անորեն։ Ես եւ Արնին գրած ենք Կիրկին Եդևը, մեր պատկամը կարդանք, խոսենք, սորվենք հայերեն, միշտ ամենակարևորն է մեզի համար, արդեն Կիրքը ճիշտ ադիկա գնե մեզի համար։ Ուրեմն պատմությանը սկիզբը ընցուղտմն է, որ կվախնա դպրոց երթալու, որտեղ ինքը շատ բարձրահասակ է եւ կվախնա, որ ընկերները վրան պիտի խնդան։ Ինձ իրաց հատվածս գսե ուսուցիչը կտեսնե անոր դխուր թեմքը եւ խորհուրդ կուտա անոր, եգուր միասին թիդենք եւ պիտի տեսնես, թե ամեն անց յուրահատուկ է։ Օրտյալը լան մեր մայրերը, որոնք քեզ ծնուցին իրեն շունչով ու աղոթքով սրտագեզ, խարխուլ, Պլաց գդուրին դար, գարոտ բադար մահացին, քուրքուրանքով բաշպանեցին միշտս քեզ։ Թող որ ես ալ, հետին զավակ հայրենիքիզ իմ չկնավ, սուրբ տաջարիտ ոտքը պերեն ողջագեզ, միշտ դարաբաց, երբեք շիչած, սրդես գայց մխանտաբար, հոպվով բաշտեմ, ու կնարով երկեմ քեզ։ Տամամ աշխարհը դու դեգա, բայց իր աշխարհը պնդրեց, ոչ մեկ երգի քերեցիկ կդա որքան իր հայրենիքը, ծիծերնագին, ուր ալ թրջիս, ուր ալ երթաս, հանկիստ պիտի չունենաս, ժամանակ եկած է, որ վերակառնաս հայրենիք, ծիծերնագապերտի անմար գրագին ուժ դալու, շարունակ է փոցաբարել հայու մշտադար հավատքը, հավերժան լրելի բահես սուրբ եկեղեցիներու ձանքագատուները, քանի ձարերը հագած են դերև և պացված են թրներն ու սով, ինչ կմնա ուրիշ կադարելի, ավա թե ոչ կողունակ սրդով, երթանք, ննչենք մեր Արմենիա, աշխար, երգիր, թրախտավայր, թիդենք հայոց արևածակը, Արարատներու ընդմեջեն, մերը ստեղծիչը, Աստված, կարծեք տագավին չէ համոզված, որ մեր հավատքը իրը ստեղծած քարերեն ավելի գարձր է։ Վրեժ ունենք, բայց ոչ ոճրագործեք, սարդարաբադ ենք, մեր շունչին համար մեր շունչը օրհաս, պոտորիկ հրած, մենք ճարակայթում 28 մայիսի, սերունդ հերոսի, հայ գսեն մեզի, մենք թրախ չունենք, այլ քարաստան խենք, բայց Երևան ենք աթամանթեղեն, ցիրկով, քրդինքով ու գիրքով գոպված, Պարքով մասիսի, հայ գսեն մեզի, Տեր մեր բաբենի բույնը ամպոպված լման երամ չենք, սպուրք ենք բյունիք, պայց արևում բես, աշխար կրաբած, մենք վերընցյուղում հարուցյալ հույսի, հայ գսեն մեզի,
երաժշտությունները գկրվին, ասմունքները, ոտանավորները գկրվին, երկերը գկրվին, բայց անոնց շունչ տվող պետք է։ Եվ այսօր Մորեալի հայ թաղուտը փաստեց, որ այդ բոլորին շունչ տվող ուժ ունի։ Եվ իսկապես կնահատելի է համասկայնի այս գեղեցիկ ծերնարգը նախաձեռնությունը, թող Աստված մեր յուրաքանչյուրի մեջ հաստատ պահե մեր ինքնությունը, հայու ինքնությունը, հայրենիքի մեջ, հայրենիքեն դուրս, ըսպյուրքի մեջ հայաբահբանումը այս ձևով գլա, մեր մշակույթին զարկ տալով, մեր հարստությունները պահելով եւ արժևորելով։ Վարձկենիտ կդար։ Ծառայություններ դարձյալ բոլորի մասնակցությանը Շրջանային վարչությունը առաջին անգամն է այսպիսի ցերնարգ մը գազմագերբե դաղանտներու երեգո նախ ցերնարգին նպատակը ինչ էր։ Այո, մենք կուզեինք ուրեմն, որ հասույթը հատկացվի համասկայնի գրթական ծրագիրներուն եւ փոխանակ միան վիճակահանությամբ անել ադիգա, որոշեցինք քեղեցիկ քեղարվեստական հայդակիր մը ներկայացնել ժողովրդին, որ վայելե մեր մշակույթը իր ամեն ոլորտներով լա ասմունք, բար, երգ, նվակ եւ քեղանկարչություն, որովհետեւ թուրսը այո հոս ներկա չէին, բայց երեք արվեստագետներ ունեն նույնիսկ 4, որոնք շատ քեղեցիկ գերբարվեստի գդորներ դրած էին եւ ցերակորձներ կամ ասեղնակորձներ դրած էին եւ ուրախ մնացինք իսկապես։ Այո, այսինքն արվեստը իր բոլոր ոլորտներով այսօր ներկա երբեմին վրա փագումն ալ շատ լավ եղավ նշտեհին երկերով գգարձեք որ այս ցերնարգը ամեն տարի գրնագրկնվիլ քանի is առաջինն էր այս տարի Այո շատ ճիշտ անշուշտ պետք է գրկնվի որովհետև արցականք այդպես եկավ ներկաներեն հավանաբար թվական ավելի առաջացնենք մարտինը լա օրինակ կգարձեմ ավելի դրամապանական պիտի լա եւ այո մեծ թիվով ավելի մեծ թիվով մասնագետներ պիտի ունենանք այդ բարակային եւ շատ ավելի հետաքրքրական հայդակիրով ավելի հայկական նվակներով հավանաբար գուզեի մեկ խոսք փոխանցել մեր ժողովրդին ասելու որ թուրքը ամեն ինչ կնե կանթելու մեր մշակույթը գոդորելու մեր վանքերը կամ ինչ որ հայկական է լա Արցախի մեջ ինչ որ գնե ներկայիս կամ մեր բաբենական հողերուն վրա մենք է որ միան պիտի գարենանք բահել մեր մշակույթը որովհետև մեր ցերքն է անիգա թուրքը չի գրնար հասնել այդտեղ մեր մեջ մտնելու մեր հոգին մեջ մտնելու մեր միտքին եւ սրտի մեջ անցնելու չի հասնիր ուրեմն մեզի գմնա աշխատիլ այդ գծով մենք որպես համասկայնականներ եւ քաչալերել մեր ժողովուրդը որովհետեւ ծարավ ունի գսկանք որ գուզեն լսել թե հայ ասմունք թե մեր բանաստեղծներու խոսքերը թե հայ երգ կամ նվակ բար ինչ որ բան եւ այդ մեկը մեր առաքելության մաս կգազմե շատ շնորհակալ ենք եւ հաջողություն կմաղթենք բոլորին Շնորհակալ ենք